Նորմալ եք համարում, որ Փաշինյանը Ալիևին եւ Ադրբեջանի ժողովրդին շնորհավորել է իրենց իսլամական տոներից մեկի կապակցությամբ։ Այո, նրա համար չէ, որ Փաշինյանի կողմնակիցն եմ, այ ուղղակի նրա համար, որ մենք ապրում ենք մի տեղ, որտեղ երկու կողմից էլ իրանք են, մենք պետք է իրանց ատենք, то есть չենք կարա չատենք, բայց չենք էլ կարա իրանց հետ ոչ մի տեսակի կապ չունենանք, որովհետև դա ազդում է մեր մանավանդ ջահելության, զարգացության եւ ինտելեկտի եւ ընդհանրապես երկրի զարգացման վրա։ Ես այտենց եմ մտածում։ Եթե դուք համարում եք, որ մենք կարող ենք իրանացու հետ այդ նույն բարեկեցիկ հարաբերությունները ունենանք, որը էլի մեզ տապալել է, էլի մեզ, չգիտեմ, չենք ասում, որ դա գենոցիդ է, բայց դա էլ է գենոցիդ եղել։ Ինչի չենք կարա մնացածի հետ գոնե, չեմ ասում Իրանի մակարդակի, բայց գոնե բարև բարի լույսի եւ ձևականի համար պահել։ Չեմ հասկանում դա։ Բայց մի հարց էլ, քանի որ նշեցիք այդ ձևական կողմը, բայց օրինակ նույն Ալիևը երբեք մեզ չի շնորհավորի այլ քրիստոնեական տոների արդիվ։ Ինչ որ մանր բաների հետևից ենք ընկնում հիմա մենք։ Եթե դուք համարում եք, որ եթե ես շնորհավորեցի, չգիտեմ, ում իմ հարևանին, որի մեջ չի խոսում, ու ինձ կյանքում չի շնորհավորել, ասենք իրար սպանել ենք։ Ես իրան շնորհավորեցի, ինձ չէ, դա նշանակում է, որ ես ավելի թույլ եմ, վատն եմ եւ տակ տված եմ։ Այտենց դուք վերցրեք ընդհանուր կյանքի վրայով։ Ես չեմ ասում, չգիտեմ ինչ ձևով։ Բայց ասել, որ մենք ատում ենք ու այս սահմանը փագա, այս սահմանը փագա, մենք ոչ մի բանի մեջ չենք մտնում, չենք խառնվում, չենք խոսում, вообще սենց ապրում ենք ու չգիտեմ այնտեղ կուլտ ենք սարքել, նստել ենք ու աղոթք ենք անում Ռուսաստանի վրա։ Յա կօգնի, յա չի օգնի, կուզի կօգնի, կուզի չի օգնի, դա նորմալ է։ Դե ձեր կարծիքն եմ հարցնում։ Ես ուղղակի գտնում եմ, որ դա նորմալ չի։ Ես ուղղակի գտնում եմ, որ հնարավորինս այդ մի ուրիշ բան է, որ մենք ինքներս պետք է թույլ չտանք, որ իրանք մեզ իշխեն։ Մենք ազգովի, ոչ թե Փաշինյանը, Սերժը, Ռոբը, Պողոսը, Պետրը, կապ չունի այդ անունը, որը տեղ կլինի։ Պետիկներս, մի հատ էլ հիշեք, երբ որ իրանացիները նոր եկան ստեղ, ոչ մեկ հիմա լիքն են, ով ասում, որ իրանք ազեր են, բայց իրանք նույն ազերն են, ու ոնց ենք մենք իրանց ընդունում։ Ինչքան երեխա ծնվեց այդ նույն ազերներից, ինչ չէինք շուխուր դնում, ինչի չէինք նույն ազերներն են, այսինքն դա ավելի խորը արմատական մտածելակերպի հարց է, հարցը նրանում չի դու շնորհավորեցիր, թե չէ, հարցը նրանում դա դու իր այդ քնեցիր, թե չքնեցիր, դու թույլ տվեցիր, որ ինքը իշխի քո երկրում, թե թույլ չտվեցիր։ Ես այտենց եմ կարծում, եւ այդ շնորհավորանքը կարծում եմ, որ դա ուղղակի ձևական ինչ-որ մի հատ վիվիսկա է, եթե մենք նորմալ չենք վերաբերվում մեր ազգին, եթե մենք պատրաստ չենք մեր ինքնասիրությունը, մեր ներքին ուժը դնել այս ազգի ու այս երկրի համար, դրա համար, որ սարքենք այս պուջուր կտորը, ինչ-որ մի հատ, ոչ թե երկիր լինի, ոչ թե ասենք էսի Հայաստան նախկին, չգիտեմ, ապագա, հիմա է պետք սարքել, պետություն պետքա սարքել այսօր, մենք մոռացել ենք պետությունը ինչ բան է, իրոք ու մենակ այդ չէ, ովքեր որ վերևն են նստած, ամեն մարդ յուրաքանչյուր, մոռացել է ինչ է պետությունը, ինքը հիշում է իր ընտանիքը, իր եսը, իր ուտելիքը ու վերջ, այսօր եթե մի հատ ազեր գա ասի, արի ես շենքը նվիրում եմ քեզ, ես վախենում եմ, մտածեմ ինչքան մարդ իրար կսպանի իրար մեջ, որ ինքը լինի այն մարդը, որ այս շենքում ապրի։